Տեր-Պսակ, այսօր փաստորեն աննախադեպ երևույթի ականատես եղանք, դիմակավորված անձինք մեծաթիվ ոստիկաններ ներխուժել են Մայրաթոր ու այս պահին Միքայել Սրբազանին են բերման ենթարկել ու մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեջ։ Ձեր գնահատականը է սա։ Նախ Միքայել Սրբազանին բերման չեն ենթարկել, Սրբազանը ինքը իր կամքով, այո, եկավ եւ դա շատ բարձր քայլ էր իր կողմից եւ անշուշտ նաեւ մեզ հոգեվորականներիս համար դա կարեւոր էր, որ այս իշխանությունը չկարողացավ Մայրաթորի այս Սրբազան հողից Սրբազանին, այսպես ձերբակալել ու բերել, գնահատականը նույնն է, ինչ որ ժողովրդին է, ինչ որ բոլորինը, ովքեր գիտակից են, ովքեր ուրեմն պատրաստ են իրենց հայրենիքի համար կանգնելու, պատրաստ են թուրքացման դեմ կանգնելու, հայրենիքը կորցնելու դեմ կանգնելու, միանշանակ մեր գնահատականը շատ բացասական է այս երևույթին, որովհետև ես մի առիթով էլ ասել եմ, մենք վերադառնում ենք 30-ական թվականներ եւ ցավալին այն է, որ ինչպես որ 30-ական թվականներին շատերի լուր համաձայնության ու անտարբերության ներքո եւ եկեղեցիներ էին ավիրվում եւ հոգեվորականներ էին բռնադատվում ու գնդակահարվում, այսօր էլ ցավոք սրտի նույնն է։ Հասարակությունը պիտի արթնանա։ Ես անձի հետ չեմ կապում մեր հասարակության արթնացումը, այլ ես չեմ տեսնում։ Այսօրվա արձագանքը իմ կարծիքով այդքան էլ բավարար չէր, որովհետև միշտ մեզանից պահանջում են եկեղեցու զանգերը հնչեցնել, այսօր ամբողջ այդ ընթացքին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը հնչել են, բայց ցավոք սրտի այն համախմբումը, որ յուրաքանչյուր հայի փափագն է, ճշմարիտ հայի փափագն է կանգնելու իր սրբությունների, իր հայրենիքի, իր նախնիների ժառանգության կողքին, կարծում եմ թե չեղավ, բայց վստահ եմ, որ մեր ժողովուրդը պիտի գա, պիտի տեր կանգնի իր ժառանգությանը, որովհետև եկեղեցին ես չեմ, ոչ էլ մյուս հոգևորականն է, եկեղեցին մենք բոլորս ենք։ Տեր-Պսակ, այսօր իշխանությունները օրակարգ են ձևավորել, ասում են խմբեր են մտադիր ձևավորել, որը պետք է զբաղվի կաթողիկոսի հեռացման հարցով ու գիտենք թե ինչում են մեղադրում ուխտադրություն։ Անհեթեթություն է, եկեղեցին միակամ է, միասնական է, վեհափառը Ծկյանս ընտրված գլուխն է եկեղեցվո եւ միայն եկեղեցուն ներսում կանոնական որոշումներով է հնարավոր եթե կաթողիկոսը հրաժարական տա, միայն այդ պարագային իրենք անհեթեթություն են բարբաջում։ Նշում են, որ հոգևորականների շրջանում եւս նման պահանջ կա։ Ես նման պահանջ երբևէ չեմ լսել, 20 եւ ավել տարվա հոգևորական եմ, մշտապես բոլորս, այստեղ բոլոր հավաքված հոգևորականները վեհափառ հոր ձեռքի տակ մեծացած, սնված, կրթություն ստացած հոգևորականներ են։ Բոլորի համար նա հայր է եղել։ Իր հոգատարությունը որևէ մեկը չի կարող այստեղ պատկերացնել։ Վեհափառը հոգատար է եղել յուրաքանչյուր իր հոգևորականի համար։ Վստահաբար եմ ասում եւ պատասխանատու ձևով եմ ասում։